Իմ համար դա յուրահատուկ օր է, որ բարձրանամ այս բարձր կոթողի մոտ, իմ հարգանքի տուր կտամ եւ բոլորին ցանկանում եմ, որ բոլորը նման իմ ձևով մտածեն ու չմոռանան իրենց անցյալը ու գնան պայքարի, չգիտեմ, երբ կլինի, քանի տարուց կլինի, բայց պետք է պայքարել, որ հասցենք իրողությանը։ Պայքարի կոչ եք հնչեցնում, բայց տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ պետք է մոռանանք Արարատը, մենք քանի որ ունենք Արագածը, լեռը եւ ասում է պետք է մնալ իրական Հայաստանի գաղափարի մեջ եւ ոչ պատմական Հայաստանի։ Դուք որպես Սասուն աշխարհի թոռ, ինչպես եք ընդունում այս հայտարարությունները, ձեզ համար ընդհանրապես ընդունելի են։ Իմ աղջիկ ջան, կապարիմ ամենացավոտ նոտային հոգուս։ Եթե դու ուրանում ես, դու ինչ գործ ունեիր այսօր Ծիծեռնակաբերդ։ Ես անընդհատ հետ եմ վերլուծելով իմ մեջ բարեկամություն մետրոյից ոտով իջնում էի։ Ինչ ես եկել, ումն ինչ ապացուցես, ինչի է ժողովրդի մուտք արգելել։ Նրանք իրավունք չունեն քո կողքից քայլել, դու ով ես, որ իրանք իրավունք չունեն քո կողքից քայլել։ Ուրեմն, չգիտեմ, վալես շատ ցավոտ հարց տվեցիր, ես չէի ուզում ընդհանրապես անդրադառնալ, որովհետև իմ համար դա մարդ գոյություն չունի ու չի ունենալու իր այդ շքախմբով, իր այդ, չգիտեմ, ովքեր են դրանք։ Ես չեմ անդրադառնում իրենց, աշխատեք դուք էլ բանի տեղ մի դրենք։ Ժամանակավոր բան է, փոքր բան է, կանցնի, իմ աղջիկ։ Այդենց երակների ենք մենք հանդիպել կյանքում։ Սա ամենազզվելի երակն է, որ կարկտաբեր էր, կանցնի, սա էլ կանցնի։ Բայց ձեզ համար սպասելի է եղել, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որ կասկածի տակ կառնի հայոց ցեղասպանությունը։ Իրենց մասին է խոսքը։ Այո, Նիկոլ Փաշինյանն է կրկին հայտարարել, որ Իմ մտքով դա չի անցել ու դա, չգիտեմ, դա ինչ սերունդ է, ես չգիտեմ, Աֆրիկայում էլ այդպես կենթանիների մեջ այդպես կենթանի ես չեմ աշխատել եմ չտեսնեմ։ Ոնց կարելի է սենց բանը ոնց կարելի է մոռանալ։ Իսկ վաղը գալու է շատ լավ գիտակ մարդիկ ունենք, որ վաղը գալու են եւ ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Կարող է ես չտեսնեմ, բայց ցանկանում եմ, որ ձեր ժամանակ անպայման լինի։ այս ժողովուրդը շարունակում է մնալ պահանջատեր։ Միանշանակ, երբ որ այդ մոռացանք, ուրեմն իմացեք, որ մեր ազգը վերացել է։ Եթե 15 թվականի այդ ահավոր կոտորածը հայերը մոռանան, ուրեմն ես 100%-ով եմ ասում, իմացեք, որ հայ ազգ արդեն գոյություն չունի, թե արդ երկրում, թե այստեղ։